Ձեզ արդյոք չի մտահոգում այն պատկերը, որ ունենք այսօր Երևանում, բազմաբնական շենքերի ցաքուցրիվ կառուցում, շատ հաճախ քաղաքաշինական նորմերի խախտումներով։ Դուք այս հարցով քննարկումներ ունեցել եք թե չէ մասնագետների հետ, եւ մենք ենթահարց ունենք քաղաքի զարգացման ծրագիր, ունենք հստակ նշված շենքեր, որոնք քանդելու ենթակա չեն, այսինքն արգելվում է, որովհետև դա պատմական ժառանգություն է, ունենք այդ շենքերի ցանկը եւ երկրորդ հարցը մենք արդյոք կարող ենք օրենքով արգելել ձեր օրինակ կարծիքն այնց հետաքրքիր, որ ընտրություններից առաջ մետրոյի զարգացման մասին այլևս ոչ մեկ իրավունք չունի ոչ մի խոստում տալ։ Եվ անցնեմ ավելի լուրջի, չեք արդյոք ծրագիր կա կամ քննարկում գոնե Երևանում տրամվայների վերականգնումը։ Դա արդյոք քննարկվել է, խելամիտ է, թե ինչպես եք տեսնում դրա զարգացումը։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան, իրականում որևէ մի ենթակառուցված քանդելը, որևէ մի բան ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այդ ենթակառուցվածքը վերականգնելը, եւ սա միայն տրամվային չի վերաբերվում։ Սա տարբեր ոլորտներին է վերաբերում։ Քանդելը միշտ շատ ավելի հեշտ է, քան հետո ինչ որ բան սարքելը, եւ այսպես ասեմ, ոչ տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում զուտ այս պայդրությամբ իրատեսական չլինելու տրամաբանությամբ։ Մետրոյին վերաբերող ծրագիրը, այդտեղ օրինակ շատ ավելի մոտ ենք եւ շատ ավելի իրատեսական ծրագիր է, պարոն Նազարյան, որովհետեւ օրինակ իհարկե մենք Աջափնյակի մետրոյի կայարանի նոր նախագիծը, որը երևի թե Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաբարդ նախագծերից մեկն է, եթե ոչ ամենաբարդ նախագիծը, անցել է համալիր փորձաքննություն 2 օր առաջ, 3 չառաջ օրը, այո, մոտավորապես դրա վրա 7 ամիս ժամանակ ենք ծախսել, բայց համալիր փորձաքննություն այդ նախագիծը անցել է։ Այսինքն իհարկե պետք է նաև հասկանանք, որ այս տեսակ նախագիծ, այս պետությունը 40 տարուց ավել չի արել։ Այս տեսակ աշխատանք այս պետությունը 40 տարուց ավել չի արել, եւ եթե նմանատիպ process-ներն են կանգնում, այդ կարողությունը, այդ գիտելիքը էլի չքանում է։ Հետո պետքա սկսես վերականգնել։ Հիմա ժամանակ է դա տանում, բայց ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում Աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել, որովհետեւ ամենաբարդ հատվածը կարծում եմ անցել ենք։ Ամենաբարդը նախագիծը ստանալն է, որը բոլոր փորձաքննությունները անցել է։ Ինչ վերաբերում է քաղաքաշինությանը, պարոն Նազարյան, ես այսպես ասեմ, շատ դեպքերում շենքեր, որոնք որ կառուցվում են եւ մենք տեսնում ենք, նրանց շինթույլտվությունները կարող է տրված լինեն տարիներ առաջ։ Այսինքն շինարարության ոլորտում միշտ ինչ որ մի բան կոպիտ ասած, երբ որ շինթույլտվություն տրվում է, դա կարող է հետո տենց ձգվի 7, 8, 9, 10, մենք ունենք շինթույլտվություններ 2010-ականների սկզբի, նույնիսկ 2000-ականների վերջի, որոնք որ պարբերաբար երկարաձգվել են։ Երևանի քաղաքապետարանը ինչ է արել քաղաքաշինության ոլորտում որոշակի կանոնակարգում բերելու համար։ Նախ առաջին հերթին ընդունել է նոր գլխավոր հատակագիծ, որը պետք է ընդունված լիներ դեռևս 2020 թվականին։ Այսինքն առաջին գործը, որ մենք արել ենք, ընդունել ենք նոր գլխավոր հատակագիծ։ Բոլոր բակային բակերի տարածքները այդ գլխավոր հատակագծում ֆիքսել ենք, որ ընդհանուր օգտագործման տարածքներ են, այսինքն ավտոմատ կերպով բակային տարածքներում դրել ենք սահմանափակումներ։ Ստեղծել ենք քաղաքաշինական խորհուրդ, 5 հոգուց բաղկացած, բոլորը ճարտարապետներ են եւ ամեն 6 ամիսը մեկ քաղաքաշինական խորհրդից մեկը մեզ մոտ փոխարինվում է մեկ այլ ճարտարապետով։ Եվ փաստացի քաղաքաշինական խորհուրդն է որոշում, այսինքն ճարտարապետներն են որոշում, թե որ ծրագիրը պետք է իրականացվի, որ ծրագիրը չպետք է իրականացվի։ Լինում են իհարկե դեպքեր, երբ որ օրինակ քաղաքաշինական խորհուրդը ասում է, այո,
Սա կարելի է իրականացնել, ես էլ ասում եմ, չէ, Ժորժ ջան, այստեղ այս ռիսկերն եմ տեսնում, խնդրում եմ մի հատ հավելյալ նայեք, իրանք էլ էլի նայում են, ասում են արդեն իրենց կարծիքը։ Բայց որ ամենակարևորն է, մենք ինստիտուցիոնալ նոր կանոններ ենք սկսել դնել քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես հիմա օրինակ Փարիզի Լիոնի օրինակով իրականացնում ենք որոշակի քառակուսի մետր կառուցվող տարածքի համար կոնկրետ ծառատեսակների քանակի ֆիքսում ու տեսակների ֆիքսում։ Այսինքն եթե օրինակ X քանակի 50 քառակուսի մետր կառուցապատման տարածք է ստանում, դու պարտավոր ես տնկել մեկ հատ այս տեսակ կա այս տեսակների ծառերից մեկը։ Եվ այսպիսի կանոններն են, որ ավելի ու ավելի ու ավելի կանոնակարգելու են մեր շինարարության ոլորտը։ Եթե օրինակ խոսքը գնա նրա մասին, թե ինչպես պետք է կանոնակարգենք, օրինակ որ ցանցերը դնեն, որը էլի մենք ենք ընդունել, Ժորժ ջան, ձեր աջակցության կարիքը կա։ Մի անգամ եկել ենք ձեզ մոտ, ասել ենք եկեք տուգանքը ավելացնենք, 60,000 դրամ է տուգանքը, թե 70,000։ Այդ ցանցերը դնելը կարող է 7 միլիոն լինի կամ 10 միլիոն դրամ։ Պարոն Նազարյան, դուք տուգանքը կմուծեիք, թե 7-ից 10 միլիոն դրամ կծախսեիք եւ ցանցը կդնեիք։ Խնդրեմ, այսինքն ուզում եմ ասել, այսպիսի խնդիրներ կան, որ իրար հետ խոսելու եւ իրար աջակցելու խնդիրներ ունեն։ Շնորհակալություն արձագանք ունեք, խնդրեմ։ Ուղղակի արձագանքում խնդրեմ բաց թողիկ այդ հատվածը ունենք հստակ ցանկ, որ շենքերը չենք կարող քանդել այս կամ այն նպատակի համար եւ մի լրացուցիչ հարցեր տամ մի պահ կարծես զբաղվում էիք բենզալցակայանների, գազալցակայանների տեղադրման վայրերի հետ կապված։ Էրեբունի փողոցում մի բենզալցակայան կա, որը վերջերս ինձ թվում էր քանդում էին, պարզվեց նորոգում են, մեծացնում են, որը անմիջապես հարևանությամբ է գտնվում խոշոր առևտրային կենտրոնի, մանկապատանեկան հաստատության, նախկին Պիոներ պալատի, հիմա չգիտեմ ոնց է կոչվում, եւ միակ մուտքն է մի ամբողջ թաղամասի։ Այսինքն այդտեղ Աստված չանի ցանկացած թե վթարից հաստատ տեղակայման վայրը արդյոք քաղաքապետարանին չի հուզում։ Շնորհակալ եմ։ Նախ պատմամշակութային հուշարձանների մասով ասեմ, հստակ ցանկ կա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանների, որոնք որ քանդման ենթակա չեն։ Ասեմ ավելին, Երևանի թիմ նոր օրենքով, որը հիմա արդեն կառավարությունում է վերջնական իր տեսքով եւ շատ հուսով եմ, որ շատ շուտով կհայտնվի ձեր դաշտում եւ դուք կսկսեք քննարկել, Երևանի քաղաքապետի նոր լիազորություններ են վերապահվում պատմական հուշարձանների սեփականատերերին պարտավորեցնելու պատմական հուշարձանները ըստ օրենքի պահանջի, արդեն իսկ գործող օրենքի պահանջի այդ բանը պահպանելու, հուշարձանը պահպանելու, տեսքը, հազար ու մի պահանջ կա այնտեղ, մի պահանջ չի, եւ այդտեղ կրկին, շատ խիստ տուգանքներով, որովհետեւ ժողովուրդ, իմ կարծիքով, եթե մենք որոշել ենք, որ սա պատմական հուշարձան է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ունի սեփականատեր, պետությունն է սեփական, պարտավոր ենք պարտադրել, որ ինքը պատշաճ տեսքով եւ ձևով պահպանվի, որովհետեւ ինչ իմաստ ունի պատմական հուշարձանը, եթե պատուհանները պետք է ջարդած լինեն, ու մենք գործիք չունենանք, որ սեփականատիրոջը պարտադրենք։ Այսինքն շատ այսպիսի հարցեր կան, որոնք որ նաև երթի օրենքում այս այն խնդիրները, որոնք որ դուք հիմա բարձրաձայնում եք, այդ գործիքները ստեղծվում են, որոնք կտան մեզ լուծում։ Ինչ վերաբերում է երկրորդ հատվածը բենզալցակայաններին, տեսեք, պարոն Նազարյան, մենք բոլոր այն բենզալցակայանները, գրեթե բոլոր այն բենզալցակայանները, որտեղ որ իրավական փաստաթղթերի հետ կապված լուրջ խնդիրներ կան, նորմատիվների հետ կապված փաստագրված խնդիրներ կան, որոնք որ կոպիտ ասած չեն ուղակի վերածվի երկարատև դատական քաշքշուկի, քաղաքապետարանի կամ տեսչական մարմնի համար, հիմնականում դրանք բոլորը քանդել ենք։ Այս տարի էլի շարունակում են բենզալցակայանների մեծ մասը ունենալ խախտումներ, ոմանք ոչ իրենց մեղավորությամբ,
այլ պետական մարմինների ինչ որ քաղաքական փոփոխության հետևանքով, օրինակի համար ասեմ, բենզալցակայաններ կան, որ նախկինում գրանցված են եղել, հետո օրինակ կադաստրը ինչ որ մի կետից սկսել է նաև ծածկը գրանցել, պահանջել, եւ օրինակ այն ժամանակ որ ծածկը չի պահանջվել, հիմա որպես ինքնակամ է այսպես ասած դիտվում, այսինքն իրանք իրավական առումով իրանք մեղավոր չեն։ Այսինքն մենք ինչ որ քաղաքականություն ենք փոխել եւ իրենք հայտնվել են այդ դաշտում։ Երևանի քաղաքապետարանը շատ երկար ժամանակ չէր տալի թույլտվությունները։ Շատ երկար ժամանակ այս տարի թույլտվությունները չէր տալիս եւ բենզալցակայանների ասոցիացիայի հետ ես անձամբ հանդիպում եմ ունեցել ու հետեւյալն ենք պայմանավորվել բոլոր այն բենզալցակայանները որոնք որ նորմատիվային խախտում չունեն բոլոր այն բենզալցակայանները որոնց այդ այսպես ասած խախտումները պետության կամ քաղաքի քաղաքականության փոփոխության հետևանքով են այդ բենզալցականներ նորմալ թույլտվություն են ստանալու եւ ընդհանուր առմամբ այս տարի մի քիչ ավելի մեղմ ենք վերաբերելու բոլոր այն բենզալցականները որոնք որ այնուամենայնիվ հայտնվել են մի իրավիճակում որտեղ իրանք ունեն նորմատիվային խախտում բայց իրանք ունեն ինչ որ փաստաթղթեր այդտեղ պետք է դիտարկենք իրանց հողի այսպես ասած փոխանակման հարցեր, այսինքն իրանց տեղափոխելու եւ կլինեն հաստատ եւս 1, 2, 3, չգիտեմ 4 բենզալցակայաններ, որոնք պետք է քանդենք։ Որովհետեւ մենք նախորդ տարի եւ 2023 թվականին, եթե չեմ սխալվում, 20-ից ավելի բենզալցակայաններ քանդել ենք արդեն։ Այսինքն մենք հիմնականում այն նրանք, որոնք որ իրավական առումով խնդրահարույց են, դրանք գրեթե բոլորը քանդել ենք։ Չեմ բացառում որ մի քանիսը մնացած լինեն, բայց հիմնականում այդ աշխատանքն արվել արդեն։